Խաղացիոն այս տանը, սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի քրիստոնյա, Մատթեոսի ավետարան 6-րդ գլխում 6-րդ խոսքից Հիսուսը մի հրաշալի խոսքեր ասում ինձ ու քեզ։ Ասում է, բայց դու երբ որ աղոթք կանես, մտիր քո սենյակ եւ դուռդ փակած աղոթք արա դեպի քո հայրը, որ ծածուկումն է, եւ քո հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանե քեզ։ Փակ տիրոջը։ Ժողովուրդ ջան, խոսում է ծածուկ սենյակի, այսինքն քո աղոթքի սենյակի մասին, որտեղ գտնվում է Հայր Աստվածը։ Հիսուսն ասում էր Աստծո արքայությունը ձեր ներսում Աստծո արքայությունը։ Հիմա Հիսուսն ուզում է, որ մենք կարողանանք մտնենք մեր ներսի սենյակը, մեր սիրտը։ Մենք կարանք տարբեր տեղեր եթանք, տարբեր տեղեր գնանք, աղոթք անենք։ Ուր ուզում ես գնա աղոթք արա։ Եթե դու, ես չկարողանամ իմ ներսի սենյակում մտնեմ, դուրս փակեմ, իմ մտքի դռները փակեմ ամեն ավելորդ մտքերից, ամեն ավելորդ ձայներից ու ես աշխարհից, իմ ներսի սենյակում ես չեմ կարող հանդիպեմ Հայր Աստծուն, որը ծածուկումն է իմ սրտում է, որը ծածուկն է, ոչ մեկը չի տեսնում։ Հայր Աստվածը բնակվում է իր հոգով մեր սրտերում։ Կարողանանք մտնենք մեր ներսի սենյակը, որ աղոթք անենք, ժողովուրդ ջան։ Ուր ուզում ես գնա, եկեղեցի գնա, որտեղ ուզում ես գնա։ Եթե դու չկարողանաս քո սրտի ծածուկում մտնես ու հանդիպես Հայր Աստծուն, մնացած ավելորդ է։ Նայեք, Հովհաննես ավետարան 4 գլխում Հիսուսն ասում է, բայց ժամանակը գա եւ հիմա է որ ճշմարիտ երկրպագուները հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն հորը, որտեւ Հայրը այսպես է ուզում իր երկրպագուներին, Աստված հոգի է եւ նրան երկրպագուները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն, հոգով ու ճշմարտությամբ, հոգին, որ մեր ներսում է, իր թագավորությունը եւ ճշմարտությունը, որ իր խոսքն է։ Եթե մենք իր խոսքից ու իր հոգուց կտրվենք, մենք կմոլորվենք։ Եվ Հիսուսը Մատթեոսի ավետարան 27-րդ գլխում 50 խոսքից ասում է. Եվ Հիսուսը դարձյալ մեծ ձայնով կանչեց եւ արձակեց հոգին եւ ահա տաճարի վարագույրը ճեղքվեց վերևից վար։ Հիսուսի ձայնը, խոսքը, երբ որ դու լսես, թող իմ ու քո ներսի մեջ եղած այդ մեղքի վարագույրը, այդ վարագույրը, որ մեզ չի թողում հանդիպենք մեր ծածուկ սենյակում Հայր Աստծուն, թող պատրվի եւ կարողանանք մտնենք սրբության սրբոց, որը մեր սիրտն է ու հանդիպենք